Բարև ձեզ բոլորին։ Թքած կպցրած եզրաքարերի տեսանյութը համացանցում լայն տարածում ունեցավ, որի առթիվ շատ մարդիկ քննադատում են, ասում են, թե ով էլ գնա քացող խփի եզրաքարին, փոխվելու է։ Հիմա այս տեսանյութով ուզում եմ ցույց տալ որակով աշխատանքները ինչպես են անում, ինչի արդյունքում ով էլ ոտով խփի հարվածի չի փոխվելու։ Հիմա ես Տորքանգեղ այգում եմ, որտեղ Տորքանգեղ այգին են կառուցում, եւ ստեղ եզրաքարեր են տեղադրել։ Ու հիմա ցույց տամ նորմերը, ձևը, կարգը ոնց է։ Նախ առաջինը այստեղի եզրաքարերը տեղադրում են շեբենի վրա, խճի վրա։ Իսկ Երևանի քաղաքապետարանի դեպքում հիմնականում այսպես հողերի վրա են տեղադրում, կամ էլ լավագույն դեպքում այսպես բազալտի փոշու վրա։ Բայց որակյալ աշխատանքները այսպես իրականացնում շեբենի վրա եւ քաղցի նորմերով եւ փաստաթղթերով այսպես է պահանջվում։ Հետո եզրաքարի կողքը պետք է լինի անպայման բետոն 10 սանտիմետր լայնությամբ, տեսեք ինչ գեղեցիկ են արել տախտակով, եւ 20 սանտիմ, այսինքն 10 սանտիմ եզրաքարի կողքի բետոնի հիմքը խորություն եւ իր բետոնի հիմքը ապահոված է։ Ահա, այսինքն բետոնը այսպես են լցում, այլ ոչ թե որ գնում ես ձեռով պոկում եմ բետոնի հիմքը, դա ակնհայտ քաղցի նորմերի խախտում է եւ կոռուպցիա է։ Իսկական ձևը ժողովուրդ ջան, սա է։ Բացի այդ, ըստ քաղցի նորմերում եւ ստեղել են այդպես անելու, բիտում են քսելու բետոնի վրա, ինքը ամբողջովին ձթապատ լինելու, սև լինելու։ Իսկ որակյալ աշխատանքները սենց են իրականացնում, այլ ոչ թե հողի վրա թքած կպցրած ու բետոն չեն լցում։ Ուրեմն հեսա ցույց տամ ինչ աշխատանքներ է իրականացվում, ինչ բետոնի հիմք են լցում, հեսա տեսեք, ասես գեղեցիկ եզրաքարի բետոնի հիմքը լցել են տախտակներով։ Որակյալ աշխատանքը սենց են անում։ Ու այս բետոնի չափորիշիչը որակական B15 դասի, B25 դասի բետոն է։ Այսինքն սա որակով աշխատանք է, դեռ ստեղ էլ բետոն լցած չի, թեթև է լցած, իմաստ էլ չկա, որովհետև հեսա որ ստեղ լիցք են անելու, մայակները տեղադրած է, սա վաղը պիտի բետոն բերեն լցեն, ինքը արդեն այս լցած բետոնի հիմքը համարվելու եզրաքարի համար, ավելի ամուր է լինելու, քան առանձին եզրաքարի համար բետոնի հիմք լցեն։ Ու սա ամուր է։ Ու այս եզրաքարերը ժողովուրդ ջան 2-3 շաբաթ են որ տեղադրել, թե Տիգրան Ավինյանի ասելով է, որ ասում է դեռ թաշ չչորացած գնում քաշում պոկում են, որը անցել է 2 տարի դեռ ըստ Տիգրան Ավինյանի որ չի չորացել, տվյալ դեպքում ստեղի օրինակն եմ ցույց տալի Տորքանգեղ այգու, որ մոտ 2 շաբաթ է եւ հիմա ես կհարվածեմ ցույց կտամ, որ ամուր են, անհնար է պոկել եւ ուղղակի անհնար է սա պոկել։ Խնդրեմ։ Սա ինչքանով խփես չի կարա քանդվի։ Ինչքան ուզում ես խփի, նույնիսկ չի էլ շարժվում։ Հեսա կարն է, նույնիսկ չի շարժվում։ Սա ամուր իսկական ձևը սենց է, միայն այստեղ է մի հատ բիտում պիտի քսեն ձթապատեն եւ վերջեն տենում եք ժողովուրդ ջան, շիբինը, խիճը, կատակը, իսկական ձևը սենց է, այլ ոչ թե թքած կպցրած հողի վրա։ Դե կասեն հեսա շատերը դե չախորն են, դե
բետոնը լցած գնում խփում ես, դրա համար էլ չի պոկվում։ Խնդրեմ ժողովուրդ ջան, ընդ լցած չի։ Հիմա ըստեղի քարերին ես կհարվածեմ, կտեսնեք, որ չի պոկվի։ Անհնար է ուղղակի, որ սա պոկվի, որտեղ որակով աշխատանքները հենց սենց են անում։ Ինչքան ուզում ես խփի, չի պոկվելու։ Ու սա երկար տարիներ է ծառայելու, երկար, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի տեղադրած եզրաքարերի պես, որ մի տարի հետո գնան թազա եզրաքար տեղադրեն եւ փողը դուրս գրեն։ Եվ սա էլ ժողովուրդ ջան, իմ տեսանյութերից մեկում անդրադարձել էի, ցույց էի տվել, ասում էի, որ պետական միջոցների գողություն կոռուպցիա են արել, Զակլադնոյի գումար էին դուրս գրել, բայց Զակլադնո չէին տեղադրել, Զակլադնոն ժողովուրդ ջան, էսա ցույց եմ տալի, որ պատկերացում ունենաք, էլի, շատերը հարցնում են, դե Զակլադնոն որն է, էսյան էյան, Զակլադնոն էսա, որ միջև բետոնացում է, սենց երկաթ են դնում, հետո բետոնը լցում են եւ Զակլադնոյի վրա սվարկեն անում են, էլի, ամրացնում են։ Այ էսա ժողովուրդ ջան, որակյալ աշխատանքները։ Այս տեսանյութը հենց հատուկ նկարում եմ ուղղված այն մարդկանց համար, ովքեր այս վերջին օրերում ինձ քննադատեցին, մեղադրեցին ամեն ինչի մեջ, պետական դավաճանության մեջ, շպիոնաժի մեջ եւ ասում են, որ դա աշխատանքները որակով է, որ ով էլ գնա հարվածի կփոկվի, հենց դրա համար ցույց տվեցի, որ դա այդպես չի, որակով աշխատանքը սենց է եւ ինչքան էլ ուզենան մարդիկ հարվածեն, կյանքում չի փոկվելու։ Սա այս քաշի նորմերով ոչ թե 10-15 տարի է ծառայելու, այլ ավելի շատ, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի դեպքում, որ տենց մի տարի հետո փոկվելու է։ Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ քննադատում են, ես իրանց մի փոքր բարիություն եմ ցանկանում եւ լավ օր։